Ալցն։ Քրիստինե Վարդանյան։ Նախ ուզում եմ հասկանալ, ինչ է եղել, այսօր ինչի եք այդքան ջղագրգիռ, ինչ է պատահել։ Կարող է խնդիրը նա, որ օգոստոսի 8-ից հետո 3 միջազգային ֆորմատի կարևոր հարթակներում ելույթ եք ունեցել ու 3-ում էլ ստիպված եք եղել խոստովանել, որ այն օրակարգը, որը ժողովրդի վրա ուզում եք ծախել, տապալված է։ Ստիպված եք եղել վախվորած սենց ասել, խնդրում եմ այլևէ թող պարզաբանի, ինչ նկատի ունես տերմինաբանությունը օգտագործելով։ Եթե տերմինների շուրջ եք պայմանավորվել, զարմանում եմ ինչի մասին եք հայտարարում, որ բարդ հարցերի մասին պայմանավորվել եք։ Մունաթ եք գալիս ԵԽԽՎ падգամավորի վրա, ասում եք դատապարտում եմ Զանգեզուրի միջանցքը տերմինը, որ օգտագործում ես։ Պետք մարդը այլևի տերմինն է օգտագործում, այլևին կարող է դատապարտեք։ Հետո ուզում եք հաջորդին կանգնենք, հաջորդ չորեքշաբթի որ գաք այստեղ կանգնենք, աջ ձեռքը առաջ տնկենք, ասենք կեցե մեր ֆյուրերը։ Ինչ անում եք, դուրները չի գալի։ Բանը կողմնորոշվեք, վերջը մենք ձեր համար սրտի ընդդիմություն ենք, թե բան ենք, սպառնացող վտանգ, որոնց պետքա բան անել, ոչնչացնել։ Եթե ձեզ հանգիստ, եթե ձեր տենց սրտի ընդդիմություն եք, բա խեք հետապնդում։ Չի 70%-ի վրա քրեական գործեր կային, գործընկեր ինչի են նստած, բա սրտի ընդդիմության հետ տենց են վարվում, բայց այս ռևերանսները պետք չի, բանը օրենքը պիտի փոխեն, քվեաթերթիկի վրա իմ նկարը պիտի լինի, էլ ինչ լինի։ Հասմիկ Հակոբյանը ասել է ձեզնից առաջ, ինչի համար եք այդ անում։ Հայտարարել է արդեն, էլ կարիք չկա դուք սենց ծածկա դմփոց անեք, ասել է որ դաշնակցությունը փակելու եք։ Բան չի էլի, ձեզնից առաջ անկել ասել է, տենց կարիք չկա, չունեք դուք քողարկելու։ Հիմա հարցս ԵԽԽՎ-ում, որ ասում եք, գլուխ եք գովում, որ Հայաստանը այնքան ժողովրդավար է, որ կան ընդդիմադիր համայնքապետեր, ովքեր ընտրվել են։ Պարզ հարց ունեմ ձեզ, մի հատ կասեք այդ ընդդիմադիր համայնքապետերը ո՞նց է ստացվում, որ հենց ընտրվում են, իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվում, որ ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ քրեական գործ չկա հարուցված։ Ո՞նց է ստացվում, որ ընդդիմադիր համայնքապետերը կամ հետապնդվում են ձեր օրոք կամ սպանվում են, ոնց որ սպանվեց Վալոդիա Գրիգորյանը։ Ո՞նց է ստացվում, որ այս երկրում պաշտպանված եք դուք, գերպաշտպանված, պաշտպանված է արցախացություն տարածող բլոգերը, բայց ընդդիմադիր համայնքապետը, որի նկատմամբ կար լարվածություն, պաշտպանված չի։ Ոնց է ստացվում, որ 120 քննիչ ներգրաված են սրբազանին էլ լսելով, էլ չգիտեմ, հետևելով, այն տեղը, որտեղ մի քանի ամիս առաջ ձեր նկատմամբ ջախջախից հաղթանակ կատարվելու վտանգը տենց կար, այդ մարդուն կասկածյալներին ոչ հետևում են, ոչ գաղտնա լսում են, ոչ զենքի գնումն են կանխում, որ սենց սպանություն չունենաք։ Այդ ո՞նց է տենց ստացվում ձեր ժողովրդավարության բաստիոնում։ Շնորհակալություն, որ ավարտեցիք։ Հարցին կպատասխանի վարչապետը, համեցեք պարոն վարչապետ։ Լրություն դահլիճում։ Այդ որ տենց է դուք ավելի լավ խոսեք Պրոշյանի դաշնակցական համայնքի ղեկավարի սպանության մասին, որ լրություն դահլիճում։ Մեր օգրոք ինչ է։ Լրություն դահլիճում։ Շատ լավ։ Մի րոպե։ Դերից չի կարելի խոսել։ Ավելի լավ է խոսեք դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության մասին։ Իսկ դաշնակցությունը փակելու իմաստը որն է։ Դուք ամեն օր դաշնակցությունը փակում եք։ Ինքը ես կարծում եմ, որ դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա։ Դաշնակցություն փակելու անհրաժեշտություն չկա, որովհետև դաշնակցությունը ամեն օր ռեժիմով փակվում է։ Ասենց մի քիչ կձգի ու տենց հավերժ կփակվի եւ դա այնքան կանխատեսելի բան է։ Ինչ վերաբերվում է օգոստոսի 8-ի օրակարգին, օգոստոսի 8-ի օրակարգը դուք եք ուզում տապալվի, բայց դա բացառված է, որ տապալվի։ Ես այդ թվում միջազգային կառույցներում արձանագրումը արել եմ, որ չի կարա տապալվի, որովհետև խաղաղությունը իրականություն է եւ խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Մնացածը ինչ ասեմ, ձեր ելույթին արձագանքելու շատ բան չկա։ Արձագանք։ Սպասելի արձագանքեր, ես դաշնակցության վերաբերյալ ձեր կանխատեսումները իրականություն կդառնան ճիշտ այնպես, ինչպես ձեր նախընտրական խոստումները, ես էլ այդպիսի կանխատեսում եմ անում, եւ հիմա էլ պահանջում եմ, այդ ումից եք դուք պահանջում, ում վրա եք մունատ գալի, այս սպանությունը չեք ասում բացահայտված։ Ես եմ բացահայտեք եւ դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունը եւ բան արեք, պատժեք մեղավորներին եւ մարտի 1-ը վերջը բացահայտեք եւ Պողոս Պողոսյանը եթե բացահայտված հանգամանք չկա բացահայտեք։ Դուք ում վրա եք մունատ գալիս։ Ու ի վերջո դուք տեղ հայտնվեցիք ինչի համար։ Կրկնելու, այն ինչ եղել է, հա, ավելի վատ ձևով կրկնելու։
Ոյս ինչ հեգնանք է, քանի տարի պայքարեցիք, որտեղ հայտնվեք։ 25? Քանի տարի։ Հիմա եկել եք, գնացել եք, պայմանավորվում եք բաների հետ, այդ թվում թշնամական երկրի գլխավոր շտաբից աջակցություն ստանում եք, Ադրբեջանում ձեր մասին երկ կա, ինչ ուզում են տալիս եք, գալիս եք ասում եք դե տղա եք, հեղափոխություն արեք։ Վստահ եմ կանեն, դուք մի քիչ էլ սենց շարունակեք, այս հայտարարությունը մի քիչ էլ անեք, մի քիչ էլ Այլևինը դեմ գնաք վախվորած խոսակ գայեք ստեղ առյուծ կտրեք, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչում կհամոզվի վերջը։ Շնորհակալություն ձեզ։ Ձեր ուշադրությանն եմ հրավիրում, որ Փարաքար համայնքի ղեկավարի ցավալի սպանությունը ըստ էության կատարողները առնվազն բացահայտված են եւ որևէ կասկած չունեմ, որ ամբողջական կբացահայտվի։ Պողոս Պողոսյանի գործը դատարանում է եւ լրատվությամբ հետեւում եմ եւ ենթադրում եմ, որ դա էլ կբացահայտվի։ Վարամ Խորխորունու սպանությունը բացահայտվում է։ Ենթադրում եմ իհարկե դատարանի վճիռ չկա, բայց եթե դատարանի վճռի հասնի, համենայն դեպս բոլոր նախադրյալները կան, որ գործը կգնա դատարան, դա էլ կբացահայտվի։ Համոզված եմ, մարտի 1-ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները ենթարկվեն արժանի պատասխանատվության եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ մնացածը էլի եմ ասում։ Ինչ մուննաթի մասին եք խոսում։ Մուննաթ ոնց որ դուք եք գալիս, բայց պատգամավոր եք, մուննաթ եք, բայց նույնիսկ դա չի փրկի դաշնակցությանը։ Ինչ վերաբերվում է մեր նախընտրական ծրագրին, կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրում, որ այս դահլիճում քննարկվել է եւ քվեարկվել, գրված է Հայաստանի ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք եւ բազմաթիվ պարտավորություններ փոքրագույններից, բայց կարող ենք փոքրագույններին, միջիններին չանդրադառնալ նույնիսկ, բայց եթե պետք է անդրադառնանք, ամեն տարի ես գալիս եմ կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց եմ ներկայացնում, այդ զեկույցը ամեն տարի ծավալով մեծանում է, բայց այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Ծրագրում գրած է, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի առաջ ունի մեծագույն պարտավորություն եւ այդ մեծագույն պարտավորությունը կատարված է։ Ինչ էլ անեք կատարված է։ Գաք մուննատ, չգաք մուննատ, դա ձեր կյանքում ոչ մի բան չի փոխի։ Իսկ Հայաստանի կյանքում շատ բան կփոխի։ Շնորհակալ եմ։ Արմենուհի Ղազարյան, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս ուղղում եմ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին նախարար, վերջերս քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձավ մի հարց, որը իմ խորին համոզմամբ մտահոգիչ է մեր հասարակության լայն շրջանակների համար։ Հարցը վերաբերում է թանկարժեք վիրահատություններին, որոնք երբեմն գերազանցում են 5 միլիոն դրամը։ Այդպիսի դեպքերը եզակի չեն եւ ընդգրկված չեն պետպատվերի շրջանակներում։